Ավտոապահովագրման համակարգում նախատեսվում է բարձրացնել հատուցումների առավելագույն սահմանաչափերը, նպատակ ունենալով առավել լիարժեք պաշտպանել վարորդների և տուժողների շահերը։ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանը ներկայացրել է 2026 թվականի ապրիլի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխությունները այս ոլորտում։ Որոշումը կայացվել է դեռ նախորդ տարի, որոշման համար հիմք է ծառայել ապահամակարգի զարգացման մեր ռազմավարությունը, որտեղ նախատեսվել է որոշակի, այսպես ասած, հաճախորդամետ գործողություններ իրականացնել, այսինքն մեր հաշվարկները ցույց են տվել, որ քանի որ կա վերին սահմանաչափ, որոշ հատուցումներ մինչև կամ այդ սահմանաչափից բարձր չեն կատարվում, հետեւաբար այդ պայդրությամբ ըստ մեր հաշվարկների մոտավոր 94% վնասների հատուցում էր կատարվում, այսինքն պարզ է, չէ, եթե ենթադրենք 1.8 միլիոնա սահմանաչափը, բայց 2.5 միլիոնա վնաս է եղել, ուրեմն 700,000 չէր հատուցվում։ Արդյունքում գույքային վնասների հատուցման սահմանաչափը 1.8 միլիոն դրամից կբարձրանա մինչև 2.5 միլիոն դրամ, առողջական վնասների դեպքում 3.3 միլիոն դրամից մինչև 3.5 միլիոն դրամ։ Որոշ դեպքերում, օրինակ, շղթայական վթարների ընդհանուր հատուցման սահմանները ևս բարձրացվում են մինչև 25 և 35 միլիոն դրամ։ Փոփոխության նպատակն է բարձրացնել վնասների ծածկույթի մակարդակը մոտ 94%-ից ավելի բարձր ցուցանիշի։ Սա սոցիալական խնդիր է լուծում եւ պարտադիր ապահովագրություն է, ու հետեւաբար պետք չի ձգտել 100% ծածկին, որը որ իր հերթին նաև ապվճարների ավելացում կբերի։ Դրա համար ինչ-որ չափավոր որոշում պետք է կայացնել, ըստ այդմ որոշվեց, որ 3%-ային կետով այնպիսի փոփոխություն անենք հատուցման կամ ապահովագրական գումարի, որ եւս 3%-ային կետով ավելացնենք հատուցումները, այսինքն 1.8 միլիոն առավելագույն գույքային սահմանաչափը բարձրացրեցինք 2.5 միլիոն, անձնականը 3.3-ից 3.5 միլիոն եւ ըստ այդմ որովհետեւ այնտեղ հաշվարկները ցույց էին տալի, որ այնտեղի չհատուցված մասը շատ ավելի քիչ է, քան գույքայինի դեպքում ստացվում, ու մոտարապես որ նույն ցուցանիշին գայինք ծածկույթի, այդքան հաշվարկները ցույց տվեց, որ այդքան պետք է ավելացնել, ու համապատասխանաբար, եթե մեկ պատարից մի շարք մեքենաներ կամ անձիկ են վնասվում, տասնապատիկ ավել է ստացվում, այդ էլ առավելագույն սահմանաչափն է ամբողջի, այսինքն 1.8-ից 2.5, այնտեղ էլ 18 միլիոնից 25 միլիոն, 33 միլիոնից 35 միլիոն։ Հատուցումների ավելացումը արդեն ներառված է գործող սակագների մեջ, վարորդները այս փոփոխության պատճառով հավելյալ վճար չեն կատարի, սակայն ապագայում սակագները կարող են փոխվել այլ գործոնների պատճառով։ Վթարների հաճախականության աճ, վերանորոգման գների բարձրացում, ընդհանուր գնաճ։ Այս պատճառով ինչ որ մենք բարձրացեցինք ապգումարը, որը ենթադրում է հատուցման ավելացում եւ հետեւաբար պետքա որ ենթադրեր ապահովագրական վճարի ավելացում, չի ավելանալու այս պատճառով։ Արդեն ուզում եմ ասեմ նախ, քանի որ այս որոշումը կայացվել էր, այն ինչ որ ավելացել է, այս բան ինչ որ կա, այլ պատճառով ամեն ինչ հնարավոր է, բնականաբար, այլ պատճառները ընդհանրապես սակագինը ձևավորվում է հատուցումների աճի արդյունքում, այսինքն իսկ հատուցումները ինչի հաշվին են աճում, կամ պատառներն են շատ լինում, կամ գները հատուցման բարձրանում են, այսինքն վերանորոգման գները։ Նոր սահմանաչափերի կիրառմամբ հնարավոր կլինի զգալիորեն մեծացնել ամբողջությամբ հատուցվող վնասների բաժինը եւ նվազեցնել այն դեպքերը, երբ տուժողները ստիպված են լինում իրենց միջոցներով լրացնել տարբերությունը։ Աստղիկ Խաչատրյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցել անվտանգության խորհրդի նիստ։ Նիստին անվտանգության խորհրդի անդամներից բացի մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ այլ պաշտոնատար անձինք։ Նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակն ու ընթացիկ զարգացումները։ Որպեսզի ավելի որակյալ դարձնենք հանրային ոլորտի կառավարումը, ընդհանրապես որևէ բան ավելի լավը դարձնելու համար կա գործիք, այն է լրացուցիչ ներդրումներ այդ ոլորտում։ Այս մասին հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ընդհանրապես մեր մտածողությունը շատ տեղերում արտահամակարգային եւ արտապետական է, եւ մենք շարունակում ենք ընկալել թե կարելի է չանել ներդրում եւ ունենալ լավարկում, ասենք էնտուզիազմի, էմոցիայի,
նվիրվածության եւ այլնի վրա, ընդ որում էմոցիայի, էնտուզիազմի, նվիրվածության գործը եւ գործառույթը երբեք չի կարելի նսեմացնել, բայց դե չկա ենթակառուցվածք, որը էմոցիան եւ էնտուզիազմը տրանսֆորմացնի եւ դարձնի արժեք, այդ դեպքում էմոցիան, էնտուզիազմը շատ կնմանվեն լոլիկի ճիչերին, ինչի մասին մեր հարգելի բանախոսը քիչ առաջ նշեց։ Բայց մեր իրականության մեջ հանրային ոլորտը լավարկելու մի ուրիշ խնդրեմ էլ կա, որովհետև հանրային ոլորտը եւ մենք դա պետք է խոստովանենք, մենք դա չենք խոստովանում, առնվազն ենթագիտակցական եւ էմոցիոնալ մակարդակում որոշակիորեն դեմոնիզացված է։ Եվ սա կապված է մեր պատմական փորձառության հետ, որովհետև մեր մի քանի հարյուրամյա պատմական փորձառությունը ինչ է ցույց տվել։ Մենք առնչվել ենք հանրային այնպիսի ոլորտի հետ, որը բռնաճնշող է, որը ոչնչացնող է, որը արգելակող է եւ որը խանգարող է։ Այսպիսին է մեր վերջին 500 տարվա պատմական փորձառությունը որոշակի բացառություններով։ Եվ այս ընկալումը մեր իրականության մեջ շարունակում է մնալ, մինչդեռ իրականությունն այն է, որ հանրային ոլորտը այն ռելսերն են, որով ընթանում է մեր հանրային կյանքի գնացքը։ Մենք կարող ենք գնացքի վրա անել հնարավոր ամենամեծ ներդրումները։ Այդ գնացքի նստատեղերը եւ վագոնները ընդհանուր ոսկե ջրեր։ Բայց եթե ռելսերի վրա պատշաճ ներդրումներ չեն արված, այդ գնացքը կամ պարզապես չի շարժվի տեղից, կամ շատ հաճախ վթարի կենթարկվի, ինչը մեր իրականության մեջ եկեք խոստովանենք, որ շատ հաճախ պատահում է։ Մեզ շատ կարևոր է ի վերջո արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության ոչ մի քաղաքացի իր անձնական բարեկեցության վրա չի ունենում եւ չի կարող ունենալ այնքան ազդեցություն, ինչքան իր այդ քաղաքացու բարեկեցության վրա ազդեցություն է ունենում հանրային կառավարման ոլորտը։ Եվ հետեւաբար հանրային կառավարման ոլորտի նկատմամբ մեր հանրային վերաբերմունքի փոփոխությունը ամենակարևոր անելիքներից մեկն է, որը մենք պետք է անենք։ Ես ելի ուզում եմ ընդգծել, Հայաստանի Հանրապետության ոչ մի բացարձակապես ոչ մի ընտանիք իր սեփական բարեկեցության վրա չի ծախսում եւ չի կարող ծախսել այնքան, ինչքան այդ նույն ընտանիքի բարեկեցության համար ծախսում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն եւ համայնքային բյուջեները։ Բացառված է, չկա այդպիսի մի եզակի օրինակ Հայաստանի Հանրապետությունում, մենք Հանրապետությունում չունենք գեթ մեկ ընտանիք, գեթ մեկ անհատ, որ իր անձնական բարեկեցության համար ծախսում է ավելի շատ, քան այդ նույն մարդու անձնական բարեկեցության համար ծախսում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու յուրաքանչյուր վճարած ամեն դրամ հարկը այդ քաղաքացում վերադարձվում է տասնապատիկ անգամ ավել, տասնապատիկ անգամ ավել։ Եվ սա ընդ որում ճշգրիտ բանաձև է, եթե քաղաքացին վճարում է մի դրամ, իրեն վերադարձվում է 10 դրամ։ Եթե քաղաքացին վճարում է 10 դրամ, իրեն վերադարձվում է 100 դրամ։ Եթե քաղաքացին վճարում է 100 դրամ, իրեն վերադարձվում է 1000 դրամ։ Եվ անդրադառնալով հանրային ոլորտի նորարարությանը, ինչ է նշանակում նորարարություն։ Նորարարությունը կրթություն է, որովհետև առանց կրթության հնարավոր չի անել նորարարություն, որովհետև նոր բան անելու համար պետք է նոր բան իմանալ։ Նոր բան իմանալու համար պետք է կրթություն։ Եվ այս է պատճառը, որ կառավարության վերջին առնվազն 1 տարվա քաղաքականությունը, 1.5 տարվա քաղաքականությունը ուղղված է հետևյալին։ Մենք մեծ ներդրումներ ենք անում հանրային ոլորտում, ընդ որում այդ ներդրումներով հանրային կառավարման ոլորտում ներդնելով կրթության ինքնաշխատ համակարգեր։ Մենք այնպես ենք անում, որ հանրային ոլորտում կրթությունը դառնա մոտիվացիա
եւ կրթության արդյունքում ձեռք բերվի աշխատանքի եւ նորարարության նոր մոտիվացիա, նոր գիտելիք եւ նոր ըմբռնում։ Եվ այսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ հազարավոր պետական ծառայողներ այսօր այդ ներդրումների եւ այդ ծրագրի շնորհիվ անդրադառնում են իրենց կրթությանը։ Աշխատանքից հետո նրանք տարբեր կրթական ծրագրերի են մասնակցում, վերապատրաստումների բարձրացնելու համար իրենց որակավորումը, բարձրացնելու համար իրենց աշխատանքի որակը, եւ դա առաջին հերթին արվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ Հայաստանում ապրող մարդկանց կյանքը բարելավելու համար։ Ցանկացած խնդիր եւ ցանկացած խնդրեմ չլուծված, որ մենք այսօր տեսնում ենք, դա մեր իսկ նախկինում հարային կառավարման ոլորտում չարված ներդրումների հետևանք է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքերն ու դրա բարելավմանը միտված միջոցառումները։ Ներկայացվել են մանրամասներ տարբեր ուղղություններով արձանագրված հաջողությունների եւ այն ուղղությունների վերաբերյալ, որոնց շուրջ դեռևս կան բացեր ու անհրաժեշտ է քայլեր իրականացնել։ Անդրադարձ է կատարվել նաեւ այն գործողություններին, որոնք կնպաստեն բարեփոխումների շարունակական իրականացմանը։ Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքի շարունակական բարելավման վերաբերյալ առաջարկություններ ու դիտարկումներ ներկայացրել վերոնշյալ ուղղությամբ արդյունավետ ու հետևողական աշխատանք իրականացնելու շուրջ։ Այդ համատեքստում վարչապետը կարևորել է պետական կառավարման համակարգում բարեփոխումների հետևողական իրականացման ուղղությամբ մոտիվացիոն մեխանիզմների ներդրումը։ Երկրի ղեկավարը հանձնարարել է շարունակել ինստիտուցիոնալ լուծումների ներդրման ուղղությամբ քննարկումներն ու ներկայացնել անհրաժեշտ առաջարկություններ։ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Իրանի շուրջ զարգացումները, հայտարարել բանակցություններ են վարում, սակայն ինքը վստահ չէ, արդյոք Թեհրանը ցանկանում է հասնել գործարքի։ Նրանք պարտվում են, նույնիսկ չգիտենք ով է նրանց ղեկավարը, չգիտենք ում հետ գործ ունենք։ Շատերն ասում են, որ Խամենեին վատ վիճակում է, կորցրել է ոտքը, մյուսները ասում են, որ նա մահացել է։ Սպիտակ տան ղեկավարն անդրադարձել է Հորմուզի նեղուցին, կոչ արել երթուղուց ամենաշատն օգտվող երկրներին՝ Ճապոնիային, Չինաստանին, Հարավային Կորեային եւ այլ պետությունների, օգնել Միացյալ Նահանգներին ապաշրջափակել նեղուցը։ Ոմանք ցանկություն են հայտնել միանալ մեզ, ոմանք ոչ, նրանք պետք է օգնեն մեզ, որովհետեւ մենք նրանց երկար տարիներ աջակցել ենք, հավելել է Թրամփը։ Նրա խոսքով հակամարտության մեկնարկից ի վեր Իրանում հարվածել են ավելի քան 7000 թիրախի, հիմնականում ռազմական եւ կոմերցիոն, ոչնչացրել են հրթիռների մեծ մասը եւ ականապատող նավերը։ ԱՄՆ նախագահը կարծիք է հայտնել, որ պատերազմը երկար չի տևի։ Թրամփը նաև տեղեկացրել է, որ խնդրել է 1 ամսով հետաձգել Պեկինում Սի Ցզինփինի հետ մարտի 31-ից ապրիլի 2-ը նախատեսված հանդիպումը։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հերքել է Վաշինգտոնի հետ շփումների վերսկսման մասին լուրերը։ Գերատեսչությունից նաև հավատացրել են, որ նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին լավ վիճակում է եւ շուտով կարող է հանդես գալ ելույթով։ Իսլամական Հանրապետության նախագահն էլ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, պատերազմի ավարտի մասին խոսակցություններն անիմաստ են, քանի դեռ Թեհրանի երաշխիքներ չեն տրամադրվել, որ ապագայում պատերազմը չի կրկնվի։ Իրանում նաև նախազգուշացրել են, եթե Միացյալ Նահանգները շարունակի հարվածները Խարգ կղզում գտնվող նավթային ենթակառուցվածքներին, Իսլամական Հանրապետությունը կմոխրացնի ամերիկյան նավթային օբյեկտները։ Զուգահեռ փոխադարձ հարվածները շարունակվում են։ Իսրայելի զինված ուժերը լայնածավալ հարվածներ են հասցրել Թեհրանում ենթակառուցվածքային օբյեկտների։ Թիրախավորվել է նաև Բեյրութը, հաղորդվում է Լիբանանում շուրջ 1 միլիոն ներքին տեղահանվածի մասին։ Երկրում զոհերի թիվն ավելանում է։ Լուրեր են շրջանառվում, որ իրանական ուժերն էլ հարվածել են Բաղդադում ԱՄՆ դեսպանատանը, շենքում հրդեհ է բռնկվել։ Թիրախավորվել է նաև Իրաքում ԵՄ գրասենյակը։ Աբու Դաբիում հրթիռի բեկորների անկման հետևանքով Պակիստանի քաղաքացի է զոհվել։ Դուբայի օդանավակայանի աշխատանքը կրկին սահմանափակվել է։ Իսրայելում էլ վերջին 24 ժամում 70 մարդ է տուժել։ Պատերազմի մեկնարկից ի վեր ընդհանուր առմամբ հոսպիտալացվել է 3500-ից ավելի մարդ, ինչպես զինվորականներ, այնպես էլ քաղաքացիական անձինք։
Պահպանվում է Պակիստան-Աֆղանստան լարվածությունը, տեղեկություններ կան, որ պակիստանյան ուժերը գիշերը հարվածել են Քաբուլին եւ այլ բնակավայրերի։ Աֆղանստանի մայրաքաղաքում հրդեհներ են բռնկվել, պայթյուններ են լսվել օդանավակայանի մոտակայքում։ Թալիբների կառավարության խոսնակը հայտնել է, որ նարկոլոգիական հիվանդանոցի վրա օդային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 400 մարդ, 250-ը վիրավորվել է։ Իսլամաբադը հերքում է բժշկական հաստատության թիրախավորումը պնդելով, որ հարվածում են միայն ռազմական օբյեկտների եւ ահաբեկիչների հետ կապված ենթակառուցվածքների։ Պակիստանի եւ Աֆղանստանի միջև հակամարտությունը սրվել է 2026 թվականի փետրվարին։ Պակիստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկիրը բաց պատերազմի մեջ է մտնում Թալիբան շարժման դեմ Աֆղանստանում ահաբեկիչներին տեղ տալու համար։ Թալիբներն էլ հայտարարել են, որ ի պատասխան գործողություններ են նախաձեռնում սահմանի երկայնքով պակիստանյան դիրքերի դեմ։ 10 միլիոնից ավելի բնակչություն ունեցող Կուբայում էլեկտրաէներգիայի համատարած անջատումներ են։ Կղզու էլեկտրական ցանցերի օպերատորը հայտարարել է, որ բլեքաութի պատճառները հետաքննվում են։ ԶԼՄ-ները գրում են, որ Կուբայի էլեկտրաէներգիայի արտադրության եւ բաշխման համակարգը խոցելի վիճակում է։ Նախկինում էլ խնդիրներ են եղել, սակայն հիմա իրավիճակը սրվել է վառելիքի պակասի պատճառով։ Հունվարի սկզբին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո Կուբա նավթի եւ նավթամթերքի մատակարարումները գործնականում դադարեցվել են։ Կուբայում ցույցեր են սկսվել, մարդիկ պահանջում են իշխանություններից պայքարել տնտեսական ճգնաժամի դեմ։ Այս ֆոնին Դոնալդ Թրամփը կրկնել է, որ կարող է վերցնել Կուբան։ Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը նախազգուշացրել էր, որ Իրանից հետո իր ցուցակում հաջորդը Կուբան է։ Կղզու իշխանությունը պետք է փոխվի։ ԱՄՆ նախագահը հավելել է, կամ գործարք են կնքելու, կամ անելու են այն, ինչ անհրաժեշտ են համարում։ Դիանա Գասպարյան, Ինչ պետք է իմանալ եկամուտների հայտարարագրման մասին, ովքեր են պարտավոր հայտարարագիր ներկայացնել, ինչպես է լրացվում այն։ Եկամուտների հայտարարագրման գործընթացում կատարված բարեփոխումները քաղաքացիներին մատչելի ներկայացնելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեն մարզերում նախաձեռնել է իրազեկման արշավներ։ Հերթական հանդիպումը Գավառ քաղաքում է։ Հայտարարագիր ներկայացնելու համար պետք է որպեսզի ունենաք նույնականացման քարտ։ Եթե կան մարդիկ, որ դեռևս ձեռք չեն բերել, անպայման դիմեք անձնագրերի եւ վիզաների վարչություն, ձեռք բերեք նույնականացման քարտերը։ Մյուս կարևոր պահանջը էլեկտրոնային ստորագրության արկայությունն է։ Էլեկտրոնային ստորագրություն շատ արագ կարողանում եք ստանալ բջջային օպերատորի միջոցով։ Այնուհետև անցնում են հայտարարագրի լրացման բուն գործընթացի ներկայացմանը, սկսած համակարգ մուտք գործելուց մինչև հայտարարագրի հանձնում։ Ընթացքում բացատրում են նաև քաղաքացիների համար անծանոթ մասնագիտական տերմինները։ Հայտարարագրման հետ կապված քաղաքացին պետք է իմանա, որ եկամուտներն են, որոնք հայտարարագրվող են կամ հայտարարագրվող չեն, եւ ամենակարևորը, որ եկամուտներն են, որոնք հարկվող են եւ չհարկվող են։ Դրա համար այս տեղեկատվությունը, քանի որ ինքը քաղաքացին միգուցե դժվարությամբ կարողանա ինքնուրույն ստանալ, մենք նախաձեռնում ենք այս ամենը, այս իրազեկումները, որպեսզի տեղում կարողանանք այս ամբողջ գործընթացը ներկայացնել։ Հայտարարագիրը լրացնելու համար քաղաքացիները կարող են դիմել նաև տեղի հարկ վճարողների սպասարկման կենտրոններ, գործընթացը ճիշտ եւ ժամանակին կազմակերպելու համար։ Սպասարկման սրահներն աշխատում են 9-ից մինչև 6-ը առանց ընդմիջումների։ Եթե քաղաքացին կմոտենա տեղում, թեկուզ իր հեռախոսով, որի վրա ակտիվացված կլինի բջջային ստորագրություն, կստանա եւ հարցերի պատասխանը եւ հնարավորության դեպքում նաեւ կօգնենք լրացնել հանձնել հայտարարագիրը։ Հարկ վճարողների սպասարկման վարչության ներկայացուցիչները պատասխանում են նաև լսարանի հարցերին, դրանց մեծ մասը վերաբերում է սոցիալական ծախսերի փոխհատուցմանը։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Գործող ապահովագրական գումարները համահունչ չեն առկա իրողություններին եւ չեն ծածկում ապա ոլորտում առաջացող վնասների զգալի մասը։ Օրերս հայտարարել էին ավտոապահովագրողների բյուրոից եւ ներկայացրել փոփոխություններ, որոնք կգործեն ապրիլի 1-ից։ Զգալի ավելացնելով դրամական փոխհատուցումների չափերը։ Գույքին պատճառված վնասների համար գործող 1.800.000 դրամի փոխարեն սահմանվել է 2.5 միլիոն, անձնական վնասների համար գործող 3.300.000-ի փոխարեն 3.5 միլիոն դրամ։ Կապանում եւ Սիսիանում վարորդների կարծիքները փոխհատուցման չափի վերաբերյալ տարբեր էին։ Սիսիանցիները հիմնականում գոհ էին։ Ես օրինակ 3 անգամ պատահար եմ ունեցել, անմիջապես զանգել եմ ու գոհ եմ եղել եւ վարձատրությունից, որ վարձատրել են, ասենք եմ, եւ նաեւ իրենց վերաբերմունքից։ Ներկայացրել եմ նկարներով, բանով եկավ կամազը խփավ, ինքն էր մեղավորը։ Ոչմ զանգել եմ,
տեղյակ եմ պահել իրանց ու գոհ եմ։ Դե ասված վճանը որ ապանի ուշ եմ փոխհատուցում։ Բայց ուշ։ Յորնել իսլամ յանում վրանց, բայց բանը ձգտումն ավելի շատ քիչ էլի վարձատրին, ապա ասին կարող վթարը 100,000 դրամ կազմի, մի 80-70,000, միջև որ բողոքարկից վեճ։ Վերջնել դիպեներ կարելի։ Դժգոհություններ կային վճարի չափի հետ կապված։ Ապահովագրավճարը կարող է բարձրանալ բոնուս-մալուս համակարգի, նաև մի շարք այլ գործոններով պայմանավորված, բացատրում է ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրենը։ Վերջին տարում եղել է 23% մոտավորապես աճ 21-ից 25 թվականները, որը համադրելի է Հայաստանի գնաճի հետ, Հայաստանում էլ գնաճի կൂട്ടակային վերջին 5 տարում մոտավորապես 23% ա եղել։ Երկրորդը ինքը ունի նաև հստակ պատճառներ, հենց սպეციფიկ պատճառներ։ Օրինակ վթարների քանակի աճն է, նոր էլեկտրոմոբիլների հայտ գալով հատուցումների գումարները, ծախսերը գնալով աճում են։ Հնարավոր է, որ վարորդը չունենա վթարներ, բայց նրա համար եւս բարձրանա ապահովագրավճարը, քանի որ ընկերությունները ստեղծում են հաշվարկային խմբեր հիմնված ռիսկի գործոնների վրա, որոնց մեջ ընդգրկվողը վճարում է սահմանված չափը։ Տարբեր, ասենք, խմբեր են ստեղծում, հա։ Ինչ-որ ծրագրեր են կիրառում հաշվարկներ իրականացնելու համար, որոշ ընկերություններ արհեստական բանականություն են կիրառում, որով տեսնում են, թե որ հանգամանքներն են ցույց տալիս կապ վթարավտանգության հետ։ Հա, այսինքն մեքենայի մագնիշ, սեփականատիրոջ տարիք եւ այլն։ Այդ խմբերի մեջ իհարկե բոլոր ընկնողները յուրաքանչյուր խմբի մեջ լրիվ միատարր չեն կարող լինի, բայց նմանություններ կար։ Փոխհատուցման չափից չբողոքող սիսյանցի վարորդները բարձրաձայնում էին ռեգրեսի խնդիրը։ Երբ ապահովագրող ընկերությունը պարզում է, որ վարորդն իրենց պատահարի մասին չի տեղեկացրել վթարից հետո 40 րոպեի ընթացքում, դիմում է դատարան եւ հետ ստանում փոխհատուցած ամբողջ գումարը։ Հիմի կարող անես վիճակի լինեմ, որ չկարամ ես զանգեմ։ Խոսքի մենական եմ, դեպքանի չկարամ զանգեմ, ասենք։ Ես 40 րոպեվա մասին տեղեկություն չունեմ։ Մեքենայը խփում են, մի 2 ժամ հետո կարող է հայտնես էլի կգա, ինձ թվում է։ Ճիշտ է, ես միշտ պարտաճանը զանգում եմ, բայց ասենք թե կարող է դեպք լինի, ասենք թե որ այդ մարդը չկարողանա 40 րոպեում տեղավորվի զանգի, կամ վիրավոր լինի, կամ ծանր լինի, կամ մոտը մարդ չլինի, այդ մարդը մեղավոր չի։ Բայց համաձայն եմ, որ ասենք թե 40 րոպեն ասենք թե նորմալ է, որ տեղյակ բայս էլի, բայց որ ասեն 40 րոպե հետո դու մեղավոր ես, այդ սխալ է արդեն։ Չկա այդ տեղը որ գնաս բողոքեցի շանտեղ չեն դնելու կոպիտ եմ ասում ներողություն արտահայտությանս, ենթադրենք ասում ենք։ Վարորդների իրավունքների պաշտպանության երկարամյա փորձ ունեցող փաստաբան Արտակ Խաչատուրովի խոսքով խնդիրը ծագում է, քանի որ վարորդներից շատերն ուղղակի չեն կարդում պայմանագիրը։ Հետգանձման համար ապահովագրող ընկերությունների դատական հայցերի 70%-ը սահմանված ժամանակում չտեղեկացնելու հիմքով է, իսկ սահմանված 40 րոպեն պատճառներ ունի։ Որպեսզի դեպքը, այսպես ասած, սարքած չլինի, որպեսզի ինքը թարմ հետքերով կարողանա հայտնաբերի վարորդը խմած է, ոչ սթափ է եղել, թե ոչ։ Ինքը գումար է տանում, ցանկանում է համոզված լինի, որ դիմացինն էլ պարկեշտ հաճախորդ է ու պատշաճ կատարում է իր պարտավորությունները, չի խափում։ Մարդը ասում է, չգիտեի, որ պիտի ապա զանգեմ, այսինքն որոցը մեկին պիտի զանգեմ։ Դե ես համարում եմ դա աբսուրդի ժանրից է, էլի։ Քննարկեցինք նաև հանգամանքը, երբ վարորդը մարմնական լուրջ վնասվածքներ է ունեցել եւ ի վիճակի չի եղել զանգահարել ապահովագրական ընկերություն։ Այս դեպքում 3 օր ժամանակ է տրված եւ բոլորովին պարտադիր չէ, որ վարորդն ինքը տեղեկացնի, բացատրում է փաստաբանը։ Այժմ միայն մեկ միասնական հեռախոսահամարով պետք է զանգել 112։ Այ ամբողջ խնդիրը դա է, որ մեծ մասը դա չգիտի, իսկ ովքեր որ գիտեն, դեռ մտածում են, ասենք 102 պիտի զանգեն։ Բռնագանձումների մոտ 30%-ը միշտ դեպքին տեղի ունենում։ Երբ որ դու երկար տարիներ, օրինակի համար ռոսկոստրախում էի կապարած լինում, հետո մի տարի ընդհանրենք սիլի արժեքը էժաներ, սիլ էի կանում, այդ տարի պատահար էիք ունենում ու զանգում էիք ռոսգոստրախ։ Մի 20 րոպե զրուցում լալալուլու, ոչ օպերատորներ տեղեկացնում, ոչ էլ մարդն էլ գլխին կնում, որ պիտի ուրիշին զանգի, ու տես պարզում էր, որ ուրիշ ապա է զանգել, ինչը հետագայում էլի հետգանձման հիմքեր հանդիսանում։ 112 զանգելուց հետո դեռևս պարտադիր է տեղեկացնել նաև ձեր ապահովագրողին, պարզաբանում են ավտոապահովագրողների բյուրոյից, բայց եթե չհասցնեք 40 րոպեի ընթացքում անել դա, ռեգրես չի լինի։ Ձեր զանգը ոստիկանություն վթարի մասին պատշաճ ծանուցման փաստ կհամարվի։ Տիգրանուհի Բադալյան, Մհեր Մանուչարյան, Տիգրան Թումանյան,
Գողության փորձի վերաբերյալ ահազանգը ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվեց մարտի 12-ի գիշերը ժամը 2:53-ին։ Մանթաշյան փողոցի բնակիչը հայտնում էր, որ մեկը փորձում է պատշգամբով մտնել իր բնակարան։ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները շտաբ մեկնեցին նշված վայր։ Շենքի բակում նրանք նկատեցին կասկածելի վարք դրսևորող 2 հոգու, որոնք իրավապահներին տեսնելով դիմեցին փախուստի։ Հետապնդումը կարճ տևեց։ Նույն փողոցում բնակարանային գողության փորձ կատարելու կասկածանքով երկուսն էլ ձերբակալվեցին եւ տեղափոխվեցին Շենգավիթի բաժին։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների եւ մայրաքաղաքի պարեկների համագործակցությամբ պարզվեց ձերբակալվածների ինքնությունը։ Մեկը մայիսի 9 փողոցի 31-ամյա բնակիչ էր, մյուսը վերին Շենգավիթի 30-ամյա բնակիչ։ Տուժած քաղաքացուց ընդունվել է հաղորդում։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում դեպքի հանգամանքները պարզվում են։ Մարտի 9-ից 16-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5241 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 175 ավտոմեքենա, մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստապ 175 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 142 անձ, հայտնաբերվել է հաշվառման համարնիշի հետ կապված 30 ճամրակապված վարելու 582, առանց մանկական նստատեղի քարսիտի 23, վարելու ընթացքում ծխելու 608, վարելիս հեռախոսից օգտվելու 309, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 343 եւ 1882 այլ իրավախախտում, 138 մեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 161-ը տեխնիկական զննություն չանցած, 29-ը լուսարձակների անսարքությամբ, 73-ը թաղանթապատված դիմապակեով եւ կողային ապակիներով, 71-ը առանց զմեռային անվադողերի։ Բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 93 անձ։ Նույն ժամանակ հատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16204 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 323 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ ստապ 199 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 431, կեղծ վարորդական վկայականով երթևեկող 12 անձ, հայտնաբերվել է նաև հաշվառման համարնիշի հետ կապված 108, ճամրակապված վարելու 4184, առանց մանկական նստատեղի քարսիթի 218, վարելու ընթացքում ծխելու 541, վարելիս հեռախոսից օգտվելու 725, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 166, արագության գերազանցման 2432 եւ 5174 այլ իրավախախտում, 364 ավտոմեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 822-ը տեխնիկական զննություն չանցած, 467-ը լուսարձակների անսարքությամբ, այդ թվում 15 բեռնատար, 194-ը թաղանթապատված դիմապակեով եւ կողային ապակիներով, 335-ը առանց զմեռային անվադողերի, 18 վարորդ ուղղանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 59 անձ։